Մենք վերադարձանք եթեր սիրելի հեռուստադիտողներ, առաջին ալիքի եթերում կրկին առավոտ լուսոն է եւ քանի որ ամառ է, բոլորս ինչ տրամադրության մեջ ենք։ Ճամփորդական, ճամպրուկային, սպասում ենք երբ ենք ճամփորդելու։ Եթե դեռ չենք հասցրել ճամփորդել, իհարկե, կամ էլ ընտրում ենք ուղղությունները, ուզում ենք հասկանալ, որտեղ ամենալավը կանցնեն մեր ամռան մնացյալ օրերը, իդեպ մեկ ամիս է ընդամենը մնացել, այնպես որ եթե դուք ուզում եք գնալ New York, New York, իմ ինայ ամենասիրելի երգն է, գիտեք, ապա ուշադիր լսեք մեր հաջորդ հարցազրույցը, որովհետև այս ուղղության եւ ոչ միայն այս ուղղության մասին ենք խոսելու Tourist Link ընկերության հիմնադիր տնօրեն Գայանե Ազաբյանի հետ, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս Գայանե, շնորհակալություն, որ ձեր առավոտը կիսում եք մեզ հետ եւ շնորհակալություն, որ քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության հնարավորություն եք ընձեռում նաեւ Նյու Յորքը դիտարկել որպես տուրիստական ուղղություն, կարծես թե դուք առաջինն եք, ով կազմակերպում են նման տուրիստական այցեր դեպի Նյու Յորք։ Ինչպես առհասարակ ստեղծվեց գաղափարը, որ կարելի է գնալ Նյու Յորք, շրջել եւ վերադառնալ։ Նախ ես եմ շնորհակալ, որ իմ առավոտը այսքան սիրունացրել եք ու այսքան ջերմ ենք սկսում ու Նյու Յորքի մասին ենք սկսում, Նյու Յորքի համար ենք սկսում։ Իրականում մենք էլ կուզեինք հիմա Նյու Յորքից ասել բարի լույս։ Իրականում միտքը առաջացավ հենց այն պահին, երբ որ ես առաջին անգամ հայտնվեցի Նյու Յորքում, քանի որ մենք երկար տարիներ մեր ընկերությունը մասնագիտացված ընկերություն է համարվում տարբեր երկրների վիզաների աջակցման համար եւ առավելապես Միացյալ Նահանգների վիզաների աջակցման համար, երբ որ հայտնվեցի Նյու Յորքում, հասկացա, թե ինչքան թերագնահատված քաղաք եւ ուղղություն է այս քաղաքը, որովհետեւ զգացի, որ Նյու Յորքը ոչ թե տեսնելու, այլ ապրելու ու զգալու քաղաք է եւ ցավոք սրտի տարիներ շարունակ, երբ որ մարդիկ մեզ դիմել են ԱՄՆ վիզայի աջակցության համար, շատ հաճախ նպատակը եղել է կամ բարեկամներին, կամ ընկերներին այցելությունը, ցավոք սրտի երբեմն միգրացիոն միտումները ու մեր նպատակն էր ընկերության կոտրել այս կարծրատիպը եւ Միացյալ Նահանգները եւ Նյու Յորքը ցույց տալ այլ տեսանկյունից, ճանապարհորդողի տեսանկյունից, որովհետեւ ցանկացած մարդ, ով գոնե մեկ անգամ եղել է Նյու Յորքում, վստահաբար վարակվելու է Նյու Յորքի էներգիայով, էներգետիկայով եւ դառնալու է անմոռանալի ճամփորդություն եւ հիշողություն իր համար։ Եվ միշտ ցանկանալու է վերադառնալ Միշտ իմ դա փորձով եմ վարակիչ ասում։ է, ես արդեն 6-րդ անգամ եմ պատրաստվում լինել Նյու Յորքում եւ ամեն անգամ ամիսներ անց զգում եմ այդ կարոտն ու ձգտումը նորից հետ վերադառնալ այդ քաղաք եւ մեր բոլոր խմբի մասնակիցներն են փաստում սա, որ ժամանակ առ ժամանակ ցանկություն է առաջանում նորից հետ վերադառնալ հենց այդ էմոցիաների հետևից։ Տուրերի մեկներից դուք աջակցում եք նաև վիզայի հարցում, չէ՞։ Պարտադիր, իհարկե։ Տուրերի փաթեթը առաջարկում է նաև ամբողջական վիզայի աջակցություն։ Իհարկե մեծ ուրախությամբ ուզում եմ նշել, որ ոչ միայն վիզա չունեցող անձիկ են դիմում խմբային տուրին մասնակցելու համար, այլ նաև շատ մարդիկ, ովքեր վաղուց ստացել են ԱՄՆ վիզաներ եւ վախեցել են գուցե մենակ անցնել այդ ճանապարհը, մենակ հայտնվել այդ մեգապոլիսում եւ ի ուրախություն մեզ նշեմ նաև, որ շատ հաճախ գրեթե բոլոր տուրերի ընթացքում մեզ են միացել նաև ԱՄՆ-ի այլ նահանգների մեր հայրենակիցներ, մասնավորապես հայաշատ Կալիֆոռնիայի, Լոս Անջելեսի հայեր, գրեթե ամեն տուրի ընթացքում ունենում ենք մասնակիցներ, ինչի համար շատ ուրախ եմ իհարկե։ Իսկ ի՞նչն է յուրահատուկ Նյու Յորքի ձեր տուրի հետ կապված։ Ես կարծում եմ նախ յուրահատուկ է այն հանգամանքը, որ մենք յուրաքանչյուրի հետ կիսում ենք այդ էմոցիան եւ իհարկե յուրահատուկ է այն հանգամանքը, որ մարդիկ այստեղից մեկնում են Նյու Յորք չունենալով որևիցե հոգացություն, որովհետեւ նախապես ամեն բան պլանավորված է իրենց համար եւ ընդհանուր տուրը կազմված է այնպես, որ ցանկացած տեսակի փորձառություն ներառի։
այսինքն մենք հնարավորություն չենք տալիս մարդկանց ընտրելու փորձառությունները, այլ մենք փորձում ենք Նյու Յորքը բացահայտել տարբեր տեսանկյուններից, թե մշակութային, թե ժամանցային, այսինքն ունենք եւ ուղղաթիռով թռիչք, եւ թանգարանի այցելություն, եւ գնում ենք բնության հրաշք Նիագարան ենք վայելում, Նիագարայի ջրվեժն ենք վայելում, եւ ջազ երեկո ենք ունենում, Մուլեն Ռուժի դիտում ենք ունենում, մի խոսքով շատ հագեցած է տուրը, եւ մարդիկ հետ են վերադառնում մեր տուրից ամբողջական Նյու Յորքը վերապրած եւ բացահայտած։ Նյու Յորքի պարագայում երևի թե ուղղորդվածությունը անհրաժեշտություն է, որովհետև ես ինքս լինելով շատ ճամփորդող մարդ, այնուամենայնիվ եւ երազելով Նյու Յորքը տեսնել, ինչ որ մտահոգություններ եւ մտավախություններ ունեմ, որովհետեւ Նյու Յորքը լինելով փառահեղ քաղաք, իր հետ բերում է նաեւ իր միֆերը, վախենալու, վտանգավոր լինելու տեսանկյունից կամ խճճվելու տեսանկյունից կամ գերծանրաբեռնվածության տեսանկյունից, որ դու կգնաս, կկորես, չես կողմնորոշվի, մենակի խնդրեմը կա, նույնիսկ եթե մենակ չես ընկերներով, այդ մեգապոլիսում կողմնորոշվելու խնդիրը եւ հասցնել մի քանի օրում ամեն ինչ կազմակերպել դժվար է։ Ինչպես եք հասցնում, քանի օր է տևում տուրը եւ տարվա ընթացքում քանի տուր եք կարողանում սպասարկել դեպի Նյու Յորք։ Այ շատ լավ բան ասեցիք, մեգապոլիս է, որը շատ արագ տեմպ ունի եւ այդ տեմպի մեջ, այդ մարդաշատության մեջ կողմնորոշվել, ոնց կազմել ժամանակացույցդ, որ կարողանաս օրերդ ճիշտ լիարժեք օգտագործել, մենակ դժվար կլինի եւ իհարկե Նյու Յորքը ամենաանվտանգ քաղաքներից չի նաեւ նշեմ եւ ապահով է մեզ հետ ճամփորդել եւ ունենալ 24/7 նախ հայախոս գիտ եւ ուղեկցորդ 10-օրյա տուր է լինում գերհագեցած, իհարկե առավոտյան 10-ից դուրս ենք գալիս, գիշերը շատ ուշ 12-ին 1-ին վերադառնում ենք հյուրանոց։ Տարեկան 2 անգամ կայանում է մեր տուրը ամենասիրուն եղանակներին Նյու Յորքի, դա մայիս եւ սեպտեմբեր ամիսներն են, երբ որ շատ շոգ չէ, շատ ցուրտ չէ եւ կարողանում ենք վայելել եւ չքնաղաշունը Նյու Յորքի եւ հիանալի գարունը Նյու Յորքի, այնպես որ լավ ընտրված ժամանակահատվածներ են Նյու Յորքի խմբային տուրը կատարելու համար։ Երբ թե սպասվում առաջիկա տուրը։ Եվ ինչ է ներառում տուրի արժեքը։ Շատ լավ, առաջիկա տուրը մեր արդեն իսկ հոբելյանական թվով 5-րդ տուրն է, սպասվում է օգոստոսի 30-ից սեպտեմբերի 8-ը, ասեմ, որ շատ քիչ հաշված տեղեր են մնացել արդեն իսկ այս տուրի համար, եւ նշեցիք տուրի արժեքը ինչ է ներառում, ամեն ինչ, բացի ավիատոմսից, ամեն ինչ, մարդիկ որևիցե անակնկալի չեն գալիս Նյու Յորքում հավելյալ ծախս անելու համար, ներառված է թե հյուրանոցը կենտրոնական հատվածում, թե նախաճաշը, թե բոլոր մուտքավճարները, թե տրանսֆերները, հայախոս գիտի ծառայությունը, ամեն բան բացառապես ներառված է, որպեսզի մարդիկ կարողանան ամբողջապես հանգիստ վայելել Նյու Յորքը առանց որևիցե հոգացության եւ անհանգստության։ Մենք իհարկե Նյու Յորքի մասին կարող ենք անվերջ խոսել, բայց հետաքրքիր կլինի նաեւ այլ ուղղությունների մասին ինֆորմացիա ստանալ, արդյոք այլ տուրեր, այլ ուղղություններով եւս առաջարկում են ընկերությունը։ Իհարկե առաջարկում ենք եւ անհատական տուրեր եւ խմբային տուրեր եվրոպական մի շարք երկրներ առաջարկում ենք, պարզապես ինչի ենք հենց Նյու Յորքի մասին շատ խոսում, որովհետեւ մենք որպես ընկերություն առաջինն ենք, ով կոտրեց այս կարծրատիպը, որ հնարավոր է Միացյալ Նահանգներն ու Նյու Յորքը դիտարկել ճանապարհորդական ուղղություն եւ միակ ընկերությունն է, որ շարունակաբար տարեկան 2 անգամ իրականացնում է խմբային տուրեր դեպի Նյու Յորք, իսկ եվրոպական երկրներ վերջերս ամիսներ առաջ ունեցել ենք էլի 10-օրյա հագեցած տուր Իսպանիա, Ֆրանսիա, Մոնակո, 6 քաղաք, 3 երկիր, հոկտեմբեր ամսին եւս սպասվում է խմբային տուր էլի եվրոպական մի շարք քաղաքներ, առաջիկայում կունենանք ի ուրախություն մեզ նաեւ այլ նահանգներ խմբային տուրեր Միացյալ Նահանգներ եւ բնականաբար կազմում ենք անհատական փաթեթներ ցանկացած մարդու նախասիրության համաձայն։ Ինչպես կարող են ձեզ գտնել, Գայանե։ Մեզ կարող են գտնել այցելելով Սայաթնովա 33 հասցե, տուրիստ լինքի գրասենյակ կամ զանգահարել մեզ, գրել մեր էջերին, մենք միշտ հասանելի ենք եւ փորձում ենք անհատական մոտեցում ցուցաբերել ցանկացած հաճախորդի։ Եվ եթե հաճախորդ օրինակ չի ուզում մասնակցել տուրին, բայց ուզում է վիզայի աջակցություն ստանալ, սա եւս ապահովում եք։ Այո, իհարկե ապահովում ենք, որովհետեւ մեր ընկերությունը տարիներ շարունակ հանդիսանում է մասնագիտացված ընկերություն տարբեր երկրների վիզաների աջակցության եւ մասնավորապես ԱՄՆ վիզաների աջակցության հարցում։
Իսկ հիմա կարծես թե փոքր-ինչ դժվարացել է այն տեսանկյունից, որ քանի որ հեշտացել է կարծես ճամփորդելը մեզ համար, ի ուրախություն մեզ, դեսպանատներում եւ հերթագրումների տեսանկյունից մի փոքր բարդացել է process-ը։ Դուք աջակցում եք գործընթացի արագացման տեսանկյունից, հնարավոր է սա արդյոք։ Իհարկե, փորձում ենք աջակցել եւ ճամփորդական օրերին համապատասխան դեսպանատանը օրեր գտնել, որովհետեւ բավականին բարդ է հիմա։ Ես իհարկե շատ ուրախ եմ, որ վերջին տարիներին նկատվում է տենդենց շատ ճամփորդելու, գուցե նպաստել է այն հանգամանքը, որ ավելի մատչելի ավիատոմսեր եւ առաջարկներ են հայտնվել, գուցե կոവിഡ്ը նպաստեց այս որոշումներին մարդկանց, բայց սա ցավոք սրտի խանգարեց դեսպանատների աշխատանքին, ծանրաբեռնվածությունը շատացավ, ինչի արդյունքում մարդիկ շատ հաճախ կորցնում են ավիատոմսեր կամ փաթեթներ, չհասցնելով ստանալ համապատասխան երկրի վիզան։ Մենք բնականաբար աջակցում ենք, փորձում ենք ամեն բան կարգավորել այնպես, որ ամեն մարդ հասցնի իր արձակուրդը հանգիստը վայելել, մանավանդ ամառվա ամիսներին էլ ավելի ծանրաբեռնված ենք լինում։ Նյու Յորքի տուրին դեռ մի քանի տեղ կա, ասացիք, այսինքն հասցնել կարող են։ Այնպես որ ձեր երեստադիտողներ, եթե ուզում եք ձեր երազանքը իրականացնել, Նյու Յորքը տեսնելու, հիմա ճիշտ բան է։ Հիմա ճիշտ բան է այդ որոշումն ընդունելու։ Նյու Յորք։ Շնորհակալություն Գայանե։ Շնորհակալ, ձեզ լավ օր եմ մաղթում։ Մենք էլ ձեզ ենք լավ օր մաղթում եւ հույս ունենք, որ Նյու Յորք մեկնողների թիվը կշատանա։ Գնացեք։ Շարժվենք առաջ։ Այո։